Ձեր կարծիքով ինչու է Աննա Հակոբյանի կրթվել են նորաձև շարժման ծախսերը, որոնք հատկացվում են պետբյուջեից, համարվում պետական գաղտնիք։ Բայց Աննա Հակոբյանը նախ ինքը պիտի կրթվի, որ հետո էլ ուրիշներին սկսի կրթել, սկսենք հլա տեղից։ Բայց դե բյուջեն որ թալանվում է, էդ էլ Աննան էլ մի կողմից է թալանում։ Դե չգիտեմ, խայտառակություն է, էլ ինչ կարամ ասեմ։ Ինչու՞ է ծախսերը իրենք համարում պետական գաղտնիք։ Որովհետև երևի այնքան մեծ գումարներ են գողանում պետբյուջեից, դրա համար գաղտնիք են համարում։ Ես ինչ եմ գիտեմ, ես եմ օրդն է, իժնում է պետք վերեմ է, հետը չեմ Երբ կարակ վանում ուրեն կրկնակի կները խանում անիկում։ Պետբյուջեից են։ Չի հետաքրքրում ոչ Աննա Հակոբյան, ոչ են մեկը։ Ալիս չգիտեմ ես։ Օրինակ է ծառայում, ես ինչ եք բանանում, օրինակ է ծառայում։ Որտեվ Աննա Հակոբյանն ու իր ամուսինը չկայացածները, երկուսն էլ ապուշ են, երկուսն էլ տականք են, իրանք չգիտեն կրթվելն ինչ է, անունը լսել են, բայց չգիտեն ինչ է, թող մի հատ իրանք կրթվեն մարդ դառնան, նոր հետո մտածեն կրթելու համար։ Բայց ինչու՞ է ծախսերը համարում պետական գաղտնիք ու չեն ասում, թե ինչքան գումար են։ Ես ձեզ ասացի, որտեվ հիման են, ապուշ են, ինչ պետական, ինչ պետություն, որ պետության, են որ կերան արդեն, չկանք էլ պետություն չեն, կազ չեն, կազության։ Գիտեք ինչ, այդ հարցը ինձ թվում է տեղ ինչ է, դուք հասյատիրոջը հասցնեք։ Փաշինյան и его жена, все, что они используют из бюджета։ Չեմ ասկնար բամը, չեմ գիտեր։ Դե ուրեմն իրան գիտե գտնում են այդպես է, ուրեմն հարմար է։ Եթե իրան գտնում են այդպես է, ուրեմն ես չեմ էլ կասկածում։ Տենց է, դա համարվում է պետական։ Դե ուրեմն իրանց է պետք է այդ կրթվելը միջև Աննա Հակոբյանը չեր եղել։ Ինչու է պետական գաղտնիք ձեր կարծիքով համարվում է։ Այդ չեմ կարող ասել։ Այդ իրանց հարցրեք, որտեվ ես չեմ էլ ընդունում այդ կրթվել, միջև այդ կրթված չէին կրթվել։ Իրանք իմանան։ Ես չգիտեմ, չեմ կարողացել։ Ինչու է դա պետական գաղտնիք է արդյոք։ Ինձ թվում է չէ, ոչ մի անգամ է թող չլինի պետական գաղտնիք, եթե ընդունում են նորաձև է, թող լինի նորաձև, թող բոլորն է կրթվեն։ Երևի իրանց գործը իրանք լավ են հասկանում, ես չեմ իմանում ինչու սա։ Բայց արդյոք դրա ծախսերը պետական գաղտնիք են, այն գումարները, որոնք պետք է։ Չէ, ոնց է պետական գաղտնիք, պետք է բոլորն է բարդ լուսաբանվի։ Ինչու են համարում պետական գաղտնիքի դեպքում ձեր։ Ով է։ Դե երևի իրանց պետք է հարցնեք էլ ինչ են հարցնում։ Ձեր կարծիքով։ Իմ կարծիքով իրանց գործերը իրանք իմանան։ Չնջան, այդ հարցերը բացարձակ ես ինձ չեմ քննարկել էլի։ Չգիտեմ, չի հետաքրքրում, այդ ընդամենը ասենք կրթվելը բարձրորակա, պետքա կրթվել, ինչի ժամանակին մենք չենք կրթվում, ինչի չենք գնացել, ասենք բուհեր, չենք սովորել, պարտադիր Աննա Հակոբյանը լիներ, որ հասկանային կրթվելը որն է կամ նորաձև կրթվելը որն է, այդ սա ես չեմ ընդունում այդպես բաներ։ Ժամանակին մեր ամբողջ ուսանողությունը հիմա որ ամբողջ երկիրը ղեկավարում են, այդ կրթվելու արդյունքն է։ Մարդիկ ժամանակին կրթվել են։ Ես չեմ հասկանում նորաձևը որն է, նորաձևը էդի չեմ հասկանում, նորաձև շոր հասկացանք, ասենք նորաձև լավ հագուստ հասկացանք, բայց այդ չեմ պատկերացնում։ Բայց ձեր կարծիքով ինչու են այդ ծախսերը, այդ գումարները, որոնք ծախսվում են այդ շարժման վրա, համարվում պետական գաղտնիք։ Աչոն ջան, ոչ մի բան միջև առ այսօր այդ գաղտնի կատարված ոչ մի բան դեռ չի բացահայտվել։ Մենք չենք կարող, դա մեր խելքի բանը չի։ Անկեղծ եմ ասում։ Եթե ուզենամ էլ խորանամ, ցանկանամ, հնարավոր չի, որովհետև իրանք ամեն ինչ անում են ոնց ուզում են եւ ընդհանրապես բոլոր իշխանավորները ես երկրները ուսումնասիրել եմ բոլոր թագավորներին սկսած Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի իրանք բոլորը շեղված են իրանք ովքեր որ գահը ասենք արդեն բարձրանում արդեն լրիվ իրանք adekvat չեն ոնց որ կյանքից հետ են մնում, արագ ես էլ անենք, են էլ անենք, ես մեքենան էլ քշենք, ես Անգլիայի կառույցն էլ գնենք,
Այս Իսպանիան էլ գրավենք, այդպես չի։ Այդպես չի։ Ու ես անկեղծ եմ ասում, եթե դուք սենց բան եք անում, բոլորը խորտակվել են։ Այդ ղեկավարները, չեմ հիշում այդպես ղեկավար, որ ինքը միջև վերջ Ալեքսանդր Մակեդոնացուն վերցրու, այն մյուս բոլոր ղեկավարներին, որին ուզում ես, Հիտլերին վերցրու, Ադի Ամենին վերցրու, Աֆրիկայի ղեկավար, բոլորը կործանված մարդիկ են։ Ոնց կարաս դու ազգը ճնշես ու քո համար լավ լինի։ Տենց բան անհնարին է։ Ես միշտ եկել եմ այդ եզրակացության։ Միշտ հասկացել եմ, նենց ոնց որ պետք եմ հասկացել, հենց նենց չեմ հասկացել, էլի։ Այդքան բան, մեծ սիրում եմ իմ հայրենիքը, իրա բոլոր թերություններով, իրա բոլոր առավելություններով, բոլոր երկրներն էլ գնացել եմ, անը մեկ է, միջև անգամ 3 անգամ Անգլիա եմ եղել, բայց անկեղծ եմ ասում, մեր հայրենիքը չքնաղա, մեջիկ մարդիկ իրար չեն հասկանում։